Շնորհակալ եմ Տիկին Գալստյան, ես մի հարց ունեմ, որը ոչ միայն հարց է, այլ նաև խնդիր է եւ կուզեմ այս մասին բարձրաձայն մտածենք ինչպես ենք վարվում տվյալ դեպքում։ Տեսեք, ինչպես գիտեք, վաղաշաբաթում ընտրություններ է եւ շատ կուսակցականներ կամ կուսակցականներից կազմված դաշինքներ պատրաստվում են ընտրությունների։ Հիմա հետեւյալ պատկերը ունենք։ Ես ուսումնասիրում եմ կենտրոնական ընտրականում տեղադրված այդ դաշինքների կազմում կամ ընդհանրապես կուսակցությունների հայտարարագրերը եւ կարող եմ ձեզ տեղեկացնել, որ կուսակցությունները մասնավորապես զրոյական հայտարարագիր են ներկայացրել, չունեն գույք, չունեն դրամական միջոցի մնացորդ այդ պահի դրությամբ եւ չունեն տարեկան շրջանառություն որևէ եկամուտ։ Հիմա հարցս հետեւյալն է. Ես ուզում եմ հասկանամ, այդ կուսակցություններ արդյոք ձեզ մոտ հարց չի առաջանում եւ ուսումնասիրության կարիք դա չի առաջացնում, թե ինչպես կարող է կուսակցությունը մասնակցել քարոզարշավային այդ ամբողջ process-ին եւ ունենալ տպագրություն, ունենալ դա կենտրոնական ընտրականի բնականաբար այս հարցս նաեւ ուղղված է իրեն, բայց այնուամենայնիվ եւ դուք եւ կենտրոնական ընտրականի ուսումնասիրության եւ առարկա երբևէ դարձրել եք նման հայտարարագրերով, նման տարեկան հաշվետվություններով կուսակցությունների հարցը, որովհետեւ տեսեք ինչ է ստացվում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեկ փոխանցումը կամ նվիրատվության հարցը դառնում է համայն հայության քննարկման եւ խոշորացուցի տակ ընդհուպ միջև որևէ լրագրողի կողմից կարող է դա սխալ մեկնաբանվել եւ դառնալ քննարկման առարկա, բայց երբ որևէ մյուս կուսակցություններ, ովքեր շատ ակտիվ մասնակցություն ունեն, չգիտեմ, նաև ներդրումներ, ֆինանսական հոսքեր եւ այլն, որոնք ներդրված են բոլոր տեղերում, որևէ թափանցիկություն չի ապահովում, սա չի դառնում ոչ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննարկման հարց, ոչ կենտրոնական ընտրականին առաջիկայում կհարցնեմ, կտեսնենք ինչպես են իրենք այս ուսումնասիրությունը անում։ Տիկին Մանավազյան, նախ շատ շնորհակալություն հարցի համար։ Ես մի հատ նախապես ասեմ, որ ինչպես տեղյակ եք, մենք post factum ենք արձագանքում, այսինքն օրենքով մենք նախընտրական քարոզարշավի ընթացքում լիազորություն չունենք որևէ անհամապատասխանություն գնահատելու ու դրա հիման վրա ուսումնասիրություն իրականացնելու։ Բայց ինչ ենք անում մենք։ Ձեր բոլոր ասած դեպքերում դուք էլ գիտեք, որ մենք վերջին 1 տարում ենք սկսել 1.5 տարվա ընթացքում ենք վերլուծել 22, 23, 24 թվականների հայտարարագրերը եւ որպես առաջնահերթություն ֆինանսավորում ստացող կուսակցությունների հաշվետվություններն ենք ստուգել, բայց երբ որ մենք արդեն ավարտեցինք դա, հիմա ներկայում մենք ստուգում ենք եւս 2 կուսակցության հաշվետվություն, որոնք որ աուդիտի են ենթակա եւ եւս 6 կուսակցության հաշվետվություն, որոնք այդ ձեր ասած դեպքերով առերևույթ անհամապատասխանություններ են պարունակում։ Այդ թվում մենք նայել ենք սոցիալական կայքեջերից կամ այլ նայել ենք ԶԼՄ-ներով, տեսել ենք, որ քարոզչություն է իրականացվում, բայց մուտքեր, ելքեր առկա չեն։ Դա մեզ համար արդեն ինքնին ազդակ է, որ մենք վերլուծություն անենք, կուսակցության հաշվետվությունների ստուգում անենք եւ առաջիկայում մենք հիմա վարչարություն ենք իրականացնում, վարչարության ավարտից հետո այդ արդյունքները եւս կհրապարակենք ու կտեսնենք, որ այդ բոլոր կուսակցությունների դեպքում մենք մեր ուշադրություն դարձնում ենք եւ համապատասխանաբար արձանագրում ենք եւ արձագանքում ենք, բայց ամեն դեպքում եթե կլինեն ինչ-որ կուսակցություններ, որոնք գուցե չնայած բացառում են, բայց եթե հանկարծ մեր ուշադրությունից վրիպած լինեն, խնդրում եմ մեզ գրավոր ներկայացրեք, ոչինչ, որ դուք այլ կուսակցության ներկայացրեք, ամեն դեպքում որպես պատգամավոր ներկայացրեք, մենք դա եւս ուսումնասիրության առարկա կդարձնենք։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալ եմ, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել հետեւյալ հարցում։ Օրինակ, Ժառանգություն կուսակցությունը ներկա 2002 թվականին գրանցման ամսաթիվը ներկայացրել է զրոյական հաշվետվություն ընտրական process-ին մասնակցելու, ինչը ենթադրում է, որ իր տարեկան հաշվետվությունը եւս որտեղ ինքը եկամուտ չի ցույց տալիս։ Մայր Հայաստան կուսակցությունը, Մայր Հայաստան մի րոպե Ազգային դեմոկրատական կուսակցությունը զրոյական հաշվետվություն են ներկայացրել։ Ես ինչու եմ այս կուսակցությունները համահայկական ճակատ կուսակցությունը 1000 դրամ եկամուտով կուսակցությունը ի նկատի ունեմ սա եւս դառնալու է քննարկման առարկա այն առաջնահերթությամբ, որ իրենք մասնակցում են ընտրություններին։ Այսինքն իրենք
երեք բացված կուսակցություն չէ, որ մտածենք դեռ տարեկան հաշվետվությունը պետքա ներկայացնեն։ Իրենք բավականին վաղուց բացված կուսակցող կուսակցություն եւ ուզում եմ նաեւ շեշտել հետեւյալը. մենք 100 եւ ավել կուսակցություններ ունենք, որքանով որ ճշտեցի։ Այդ կուսակցությունների հետ կապված գործունեության մասով, ովքեր չունեն ֆինանսական շարժ, բայց ընտրություններից ընտրություն իրենք ինչ որ դաշնակ միանում են, համախմբվում են եւ որևէ դաշինքով մասնակցում են ընտրական process-ին։ Իրանց վարքագիծը, իրանց հետագա գործունեությունը որևէ կերպ քննարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, թե այն կուսակցություններն են, ովքեր միայն ունեն շարժ եւ կարողանում են լինել բոլորի խոշորացուցի տակ, որովհետեւ իրենք թափանցիկ են աշխատում, իրենք ամեն ինչ ներկայացնում են, իսկ այն գիտենք, որ եթե թափանցիկ ենք աշխատում եւ բոլորը մանրակրկիտ ներկայացնում ենք, հնարավոր չէ չլինի նաեւ սխալներ կամ, չգիտեմ, ձևակերպման հետ կապված որևէ թյուրիմացություն։ Բոլոր դեպքերում ես կխնդրեմ նաեւ ձեր ուշադրությունը եւ համակ ուշադրությունը նաեւ այս կուսակցությունների մասով։ Շատ լավ, շնորհակալություն։ Իմ ասած անհամապատասխանությունները առերևույթ, որ մենք հայտնաբերել ենք, նաև են կուսակցությունների մասով է, ովքեր որ ունեցել են զրոյական հաշվետվություններ, բայց որևէ կերպ ակտիվ գործունեություն են իրականացնում, ինչ պիտի փորձենք առաջիկա մի ամսվա ընթացքում վարչարությունը ամփոփենք եւ արդյունքները կհրապարակենք։ Եթե նույնիսկ ձեր ասած հիմա մենք բանկային տեղեկատվությունը, բանկային շարժի վերաբերյալ մեր կայքեջում արդեն հրապարակում ենք, այն բոլոր կուսակցությունների մասով, ովքեր որ մասնակցում են, որոնք որ մասնակցում են ընտրություններին, գուցե եւ նախորդիվ տարիներին իրենք շարժ չեն ունեցել, հիմա շարժերը տեսնում ենք ու դա հրապարակային հասանելի է, իհարկե օրենսդրական կարգավորումներով պայմանավորված մենք չենք հրապարակում անձնավորված անձանց նվիրատվությունները, բայց առնվազն գոնե ինչ որ տողերով նշում ենք, որ ունեցել է այսքան մուտք, որից այսքանը նվիրատվություն, առավելագույն շեմը չի գերազանցել օրենքով սահմանված որևէ նվիրատվություն, նվազագույնը այսքան։ Ինչ որ ամփոփիչ տվյալներ մենք օրենքով սահմանված կարգով հրապարակում ենք, եթե հանկարծ լինեն այնպիսի կուսակցություններ, որոնք այդ ձեր ասած ընտրություններին մասնակցել են, բայց կամ մասնակցում են, բայց շարժով մենք որևէ տվյալ չտեսնենք, հետագա տարիների հաջորդ տարվա ստուգման թիրախում եւս կունենենք այդ բոլոր կուսակցությունները ու դա մեզ համար ազդակ կհանդիսանա։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։